Եվ կարճ այսօրվա պատգամը հենց այսպես է կոչվում։ Մենք 4 գործողություն ենք անելու հիմա։ 4 տեղ հայացք ենք գցելու։ Քառաչափ ուղղությամբ պետք է նայենք, ոչ թե 3D, այլ 4D ուղղությամբ, 4 հարթությամբ։ Մենք այսօր պետք է հետ նայենք, հետո պետք է ներս նայենք մեր, հետո պետք է վեր նայենք, եւ մյուսը դուք ասեք, լուր պետք է նայենք, պետք է առաջ նայենք։ Համաձայն եք, մի տեսակ sense առաջը շատ պաթոսային եղավ։ Բայց ամեն դեպքում երկրորդ առաջը որ ուղղությունն է այս կողմը։ Դեպի Արարատի ուղղությամբ, դեպի հարավ։ Երկրորդ օրինաց 8-րդ գլխի մեջ երկրորդ խոսքում ասում է հիշիր։ Մեկ այլ տեղ Աստվածաշունչն ասում է մի հիշիր։ Բայց հիմա ինչպես այս երկուսը կարողանան կողքի դնել, միթե իրար հակասում են նրանք։ Միտեղ ասում է ետ նայիր, միտեղ ասում է ետ մի նայիր, մոռացիր անցյալում եղողները եւ առաջ գնա։ Բայց մի պայման կա, որ Աստվածաշունչն ասում է հիշիր։ Ոչ միայն երկրորդ օրինաց, այլև հայտնության գրքում էլ ասում է հիշիր։ Լավ բան է հիշողությունը, երբեմն վատ բան է հիշողությունը։ Հիշողություններ կան, որոնք կարող են մեզ ապրեցնել, հիշողություններ կան, որոնք կարող են մեզ քարացնել, մեզ սպանել, մեզ հուսահատեցնել։ Եվ հիշիր ինչը, հիշիր այն ամբողջ ճանապարհը, որով քո Տեր Աստված այս բոլոր տարիների ընթացքում քեզ անցկացրեց։ Արժե հիշել եւ ասում փառք տալ մեր անցյալի համար։ Դրա համար այսօր մենք հետ ենք նայելու։ Երբ որ մենք նստում ենք մեքենայի ղեկին, մենք միշտ մտածում ենք, միշտ պետք է առաջ նայենք։ Բայց իմ հայրը մի կարևոր դաս տվեց։ Ասեց, ինչքան առաջը ես տեսնում, այդքան պիտի հետևը նայես։ Եվ նաև կողքերը նայես, որ վթարի չենթարկվես։ Լավ է մեքենայի մեջ այդ դիմապակին մեծ, լայն տեսնում ենք մեր առաջը, բայց շատ ավելի կարևոր է նաև մի հայլի, որ ցույց է տալիս մեր հետևը, մեր հետագիծը, մեր անցած ճանապարհը, որովհետև եթե մոռանանք հետ նայել երբեմն վթարի կենթարկվենք։ Ուրեմն կարիք ունենք մենք նաև ետ նայել ոչ թե նոստալգիայով, ոչ թե կարոտախտով, ոչ թե վախերով, այլ ետ նայել, որպեսզի մեր սիրտը լցվի շնորհակալությամբ։ Կարող ենք այսօր ետ նայել, ես հաղորդության ժամանակ եմ սիրում դա ինձ հիշեցնել, երբ որ նայում եմ ես ետ իմ անցյալին, ես ոչինչ չեմ տեսնում, բացի Քրիստոսի սուրբ արյան մաքրված իմ կյանքը։ Իմ մեղքերն էլ չեմ տեսնում, որովհետև Տերը ներեց ինձ բոլոր իմ հանցանքներից։ Ետ նայենք, ոչ թե կապվենք մեր անցյալի հետ, այլ շնորհակալ լինենք։ Շատերը կապված են անցյալի հետ, քարացած են, դրա համար չեն կարողանում առաջ գնալ։ Ետ նայել ոչ թե Ղովտի կնոջ պես ետ նայել, այլ նայել տեսնել ինչ ունենք, ինչ լավ էր անցյալում, ինչեր կորցրեցի, երանի այդ օրերը հետ գան, չէ։ Ետ նայենք եւ ասենք փառք ես Տեր քո բարության համար, քո օրհնությունների համար։ Ետ նայենք, որպեսզի հիշենք Աստծո հավատարմությունը մեր կյանքի մեջ, որպեսզի հիշենք, թե ինչ հիվանդություններից է Աստված մեզ բժշկել։ Սամվել եղբայրս ասեց, ես փտում էի արդեն, նարկոման էի, կործանված էր իմ կյանքը, բայց երբ որ հետ անայում, ոչ թե վախենում է, ոչ թե ուղղակի նայում է զզվանքով, այլ նայում է շնորհակալությամբ, ով էի Տեր եւ ինձ ինչ դարձրեցիր։ Ունենք մենք անցյալ սիրելի քույրեր եղբայրներ, բայց բարի լուրը այն է, մեր անցյալը Քրիստոսի մեջ է։ Մեր անցյալը նրանով լուծված է։ Հետ նայենք, որ հիշենք նաև այն գիշերները, որ երբեմն գուցե լացով ենք անցկացրել, բայց ոչ թե հիշելու եւ լացելու, այլ ուրախությամբ շնորհակալություն հայտնելու, որ նա սրբեց մեր արցունքները, փաթաթեց մեր վերքերը եւ ներեց մեր բոլոր մեղքերը։ Ամեն։ Սաղմոս 103-ն ասում է երկրորդ խոսքը, եւ մի մոռացիր նրա բոլոր բարերարությունները, բարիքները քո հանդեպ։ Ինչպես չպետք է հետ նայենք, ասացի Ղովտի կնոջ պես հետ մի նայիր։ Մի տուր ափսոսանք, մի տուր, որ երանի թե անցյալը նորից վերադառնար, այլ Պողոսի պես հետ նայիր, ինչպես նա ասաց, հետին բաները մոռանալով դեպի առաջ եմ գնում, դեպի նպատակակետը։ Երբ որ մենք հետ ենք նայում, մենք չպետք է պարզապես մնանք այդպես քարացած, հետո մենք պետք է ներս նայենք։
ամենադժվար բանն է սա երբեմն, չէ՞։ Խուսափում ենք մեզ նայելուց։ Մարդիկ կան, որ խուսափում են հայլու մեջ իրենց տեսնելուց։ Մարդիկ կան, որ խուսափում են ֆոտոխցիկներից, որտեղ ասում են, դե ես ֆոտոգենիկ չեմ, ես լավ դուր չեմ գալիս նկարների մեջ։ Չեն սիրում նայել իրենց պատկերը, բայց մենք պետք է քաջություն եւ համարձակություն գտնենք Աստծո խոսքու հայլու մեջ նայելու մեր ներսը։ Դերեկ Պրինսն է գեղեցիկ ասում, Աստծո խոսքը, որ հայլի է, մեծ տարբերություն կա ֆիզիկական հայլու եւ այս խոսքի միջև։ Եթե ֆիզիկական հայլին ցույց է տալիս մեր դուրսը, Աստծո խոսքի հայլին ցույց է տալիս մեր ներսը։ Ինչ կա մեր ներսում։ 139 Սաղմոսի 23 խոսքը ասում է. Փորձիր ինձ ով Աստված, քննիր ինձ եւ ճանաչիր իմ ինչը սիրտը ճանաչիր։ Մենք միշտ չէ որ մեր սրտից տեղյակ ենք, համաձայն եք։ Մարկա սրտի լուրջ խնդիր ունի, տագնապներ ունի, ճնշում ունի եւ ցավեր ունի, բայց չի վերագրում իր սրտին, ասում է դե կանցնի։ Երբ որ այս վերջերս ես իմ ընկեր սրտաբանի մոտ էի գնացել եւ մի անգամ երբ որ Ղուկաս եղբոր մոտ գնացինք, ասում եմ գնում ենք իրանց տուն հյուր, ասում ով է ինքը, ասում եմ սրտաբանը, հայտնի սրտաբան հանրապետությունում վիրաբույժ, հետո ինքը դուրս եկա մեզ դիմավորելու, ասում ով, ասում եմ ինքն է, հետո տեսավ իրան սիրտը բռնեց փողոցի մեջտեղ, ասեց վաղ սիրտս, այս տղեն էլ խառնվեց իրար եւ այդտեղով իրանք ընկերացան իրար հետ։ Բայց երբ որ գնում ենք սրտաբանի մոտ, ինքը ուրիշ բան չունի քննելու, ոչ մեր ուղեղը, ոչ մեր գրպանները, մեր սիրտը պիտի քննի։ Եվ ինքը ասեց Վազգեն ջան, քանի եկել ես մի հատ պարկի սիրտդ նկարեմ։ Ասի չէի ուզենա, բայց դե հիմա ապարատը միացրեց, ասեց հանվի, մենք երբեմն պետք է մերկանանք Աստծո առաջ, որպեսզի Տերը տեսնի մեր սիրտը։ Հետո միացրեց, հետո սկսեց քննել։ Մենք չենք ուզում, որ մեկ ուրիշը մեր սիրտը քննի։ Մենք չենք ուզում, որ մեկ ուրիշը մեր սրտի խնդիրները տեսնի, չէ՞։ Բայց երբ որ բժիշկը նայում է, բաներ է տեսնում, որ մենք չենք տեսնում։ Հետ եղել է, որ աշներդ գցեք այդ ապարատի վրա, այդ սարքի վրա, էկրանի վրա, ինչ որ բան տեսել եք այնտեղ։ Մի հատ բաց տեսել եք, բայց չեք հասկացել ինչ որ բան։ Մի հատ բան է իջնում, ընկնում, մի հատ սև ինչ որ բան է, ասենց բացվում, փակվում, հետո ինքն է նայում, ասում, այ, հələ նայ, հələ տես, ինչ որ բաներ է ինքը տեսնում։ Եվ ես շունչս պահած սպասում եմ, ինչ պիտի ասեր։ Եկե շուռ եկավ, փոխանակին շնորհավորի, գանային շնորհավորեց։ Ասում եմ շնորհավորում եմ, լավ ես պահել, 18 տարեկանի սիրտ ունի։ Սիրտս տեղն ընկավ։ Ուրեմն մենք էլ պիտի թույլ տանք երբեմն Տերն ինչ անի, մեր սիրտը քննի։ Սրան ասում են ներսը նայել։ Չվախենալ։ Շատերը գնում են բժշկի վախով, որովհետև մտածում են հիմա ինչ պիտի ասի իմ մասին։ Մենք էլ մտնենք Տիրոջ կաբինետը երկյուղով, բայց նաև վստահելով, որովհետև այդ սիրտը քննողը, որ մի բան կգտնի, նաև իմ սրտի բժիշկն է։ Դրա համար մի վախեցիր ներսդ նայել։ Աստծո խոսքն ասում է ամեն մեկը թող իր գործը քննի։ Պողոս առաքյալն ասում է ամեն մեկը թող իր անձը քննի։ Հետո ասում է ես եթե իմ անձը դատապարտեմ, Տիրոջից չեմ դատվի։ Ուրեմն հետ նայելուց հետո ներս նայիր։ Տես ինչ է փոխվել այս տարիների ընթացքում։ Մի հատ նայիր այդ հետագիծը։ Արդյոք ավելի համբերատար ես դարձել, արդյոք ավելի ներող ես դարձել, արդյոք ավելի հաշտ ես դարձել մարդկանց հետ, թե նույն կռվարարն ես, նույն բողոքողն ես, նույն ըմբոստն ես։ Այսօր մենք էլ աղոթենք ոչ միայն Տեր սիրտս քննիր, այլ սիրտս փոխիր Աստված։ Նոր տարի է գալիս շուտով, ինչքան էլ դժվար է հավատալը, 2020 որ թիվն է գալիս առջևում, արդեն 6-ն է գալիս։ Մխիթարը լիներ կասեր պապա ջան, չէ, հա, կասեր պապա ջան, Ղուկաս եղբայրը լիներ կասեր մամա ջան, արդեն 26 թիվն է գալիս, տարիները անցնում են, տարիները փոխվում են, արդյոք դու փոխվում ես, արդյոք կյանքդ փոխվում է, արդյոք փոխվում ես ի բարին թե ի չար, արդյոք նմանվում ես քո սիրելի փրկիչ Հիսուս Քրիստոսին, անառակ որդու շրջադարձ հենց այդտեղ եղավ, Երբ որ ինքը ներսը նայեց եւ տեսավ ինչ էր եւ ինչ էր դարձել, հասկացավ, որ ինչ է արել իր կյանքի հետ, որոշեց եւ վերադարձավ։ Քուրեր եղբայրներ, ինչ հատկություն էլ որ ունենանք կամ չունենանք կամ կորցնենք կամ ձեռք բերենք, ներսդ քննելու հատկությունը երբեք մի կորցրու։ Նայիր քեզ կողքից, նայիր քեզ ներսից, նայիր քեզ դրսից, բայց վերջում նայիր քեզ Աստծո աչքերով։ Եթե այդ աչքերում մեջ դու մեղավոր ես,
մի կռիվ դուր, մի արդարացիր, ասա Տեր մեղավոր եմ։ Եթե նրա աչքերում դու սուրբ ես, մի արդարացիր, մի կռիվ դուր, մի անհարմար զգա, ասա Տեր, քեզանով սուրբ եմ։ Քո շնորհքով եմ, ինչ որ եմ։ Ամեն։ Ուրեմն մեր ներսը նայենք։ Ինչու են շատերը խուսափում, քանի որ վախենում են ճշմարտությունից։ Քույրեր, եղբայրներ, ճշմարտությունից պետք չէ վախենալ, ճշմարտությանը պետք է սիրել եւ պինդ բռնել այդ ճշմարտությունը, որովհետեւ ճշմարտությունն է, որ մեզ ինչ է անելու, ազատ է արձակելու։ Եվ ճշմարտության սերն է, որ մեզ պահելու է վերջին օրերի մեջ, ների գալստյան ժամանակ, որ մենք չկորցնենք մեր փրկությունը, մեր խաղաղությունը Տիրոջ հետ եւ չմոլորվենք։ Ինչու են շատերը վախենում ներսը նայել, որովհետև հեշտ է դուրսը նայել եւ ուրիշներին ինչ անել, մեղադրել։ Ինքն է մեղավոր, որ ես վիճակի մեջ եմ։ Եթե ինքը այսպես չաներ, ես այնպես չէի անի, բայց այսօր ասենք Տեր, իմ բոլոր սխալներիս համար մեղավորը ես եմ, բոլոր հաջողություններիս համար հեղինակը դու ես։ Ես էլ եմ այսօր ասում, ձեր առաջ կանգնած որպես ձեր հովիվ եւ շարունակում եմ լինել ձեր հովիվ 22 տարիների համար սխալներիս հեղինակը ես եմ եւ ներողություն եմ խնդրում բոլորիցդ իմ սխալների համար, հաջողություններիս համար Աստծուն փառք ենք տալիս, որովհետեւ նա է դրանց հեղինակը։ Մի քանի օքի ամեն ասեցին։ Ուրեմն ներսն ենք, առանց վախենալու Աստծո խոսքով եւ ոչ թե դատապարտությամբ, այլ եթե մի բան էլ Տերը ցույց տա, շտապիր ապաշխարել, շտապիր խոստովանել, շտապիր հաշտվել, շտապիր փոխվել։ Երրորդը, ուրեմն նայենք հիշենք հերթականությունը չխախտենք, հետ ենք նայում, մեր սիրտը լցվում է շնորհակալությամբ։ 22 տարիների համար շնորհակալությամբ։ Ներս ենք նայում որպես եկեղեցու անդամ եւ ասում ենք Տեր, տեղեր ունեն փոխվելու, ոլորտներ ունեն, որ պետք է տաշվեմ եւ ավելի քեզ նմանվեմ, եթե մեկը համաձայն է, թող ինձ հետ ասի ամեն, բոլորս էլ նրան նմանվելու տեղ ունենք։ Եվ Հովհաննեսն ասում է, մեկը որ տեսավ հայտնության գիրքը գրեց, տեսավ աշխարհի ապագան ու վերջը, բայց գրեց, ասեց, թե ինչ կլինի մեզ հետ։ Ինչ ասեց Աշոտ եղբայր, Մամիկոն եղբայր, չգիտենք։ Մի շփոթվեք, եթե Աստծո մարդը մի օր ասի, ես չգիտեմ ինչ կլինի։ Եթե գնում ես մեկի մոտ, որ աղոթի պարտադիր չանպայման մի բան ասի, կարող ասի, չգիտեմ քո հետ ինչ կլինի, չգիտեմ ինձ հետ ինչ կլինի, բայց ասած մի բան գիտեմ, որ երբ որ նա գա, մենք նրա նման կլինենք։ Սա է Աստծո փափագը։ Եվ հիմա երրորդ, ներս նայելուց հետո չմոռանաս, այնքան մի տարվի, որ քո վրա նայես ու կենտրոնանաս, երբեմն մարդիկ նայում են իրանց ու ինչ են անում, հիանում են, ոմանք են նայում են, հիասթափվում են, բայց հիասթափվելուց հետո, հիանալուց հետո էլ վերև նայիր, որովհետև դու մենակ չես։ Պողոս Տերը ասաց Եղիային, քո նման 7000 մարգարե կա, մեծ կարծիք չունենաս քո մասին Եղիա մարգարե, քո նման վեր նայիր եւ ասա դու ես աննման։ Մեր Տերը աննման է։ Երբ որ մենք նայում ենք նրան, ինչ է կատարվում մեզ հետ։ 121 Սաղմոսի 1-2 խոսքերը Դավիթ ասում է, աչքերս դեպի սարերն են բարձրացնում, որտեղից կգա իմ օգնությունը։ Իմ օգնությունը Տերիցն է, որ արարեց։ Բարձրացնենք մեր աչքերը, որտեղ մեր աչքերի ուղղությունը նաև խոսում է մեր սրտի դիրքի մասին, խոսում է մեր սրտի վիճակի մասին։ Եթե անընդհատ նայես դեպի մռայլը, դեպի գորշը, սիրտդ էլ այդպիսին կլինի։ Եթե նայես դեպի երկնքի կապույտը, դեպի աստղերի լույսը, դեպի Աստծո գեղեցկությունը, երկնակամարը, քո սիրտը լցվում է շնորհակալությամբ։ Դու հասկանում ես, որքան փոքր ես, բայց որքան մեծ է նրա սերը քո հանդեպ, ամեն։ Որքան աննշմար մեկն ես դու, բայց որքան նշանավոր է Աստծո ուշադրությունը, որ անունդ գիտի, նստելդ ու վեր կենալդ գիտի, մազերիդ թիվն էլ գիտի։ Աշոտ եղբայրը գլխով արեց։ Եբրայեցիներ 12:2-ն ասում է նայենք, ում նայենք, մեր հավատքի զորագլուխին եւ
կատարողին Տեր Հիսուս Քրիստոսին։ Ուրեմն վեր նայել նշանակում է նաև կենտրոնանալ Աստծո վրա, ոչ թե մեր վրա, փառաբանել Աստծուն, օրհնել Աստծուն, պաշտել Աստծուն։ Հովանու 12:32-ում գրված է, ասում է. Եվ երբ ես բարձրացվեմ երկրի վրայից, երբ որ մարդու որդուն բարձրացնեն, ես ինչ կանեմ, բոլորին դեպի ինձ կքաշեմ։ Տեր Հիսուսը մեզ չի թողում վարը, նա մեզ վեր է բարձրացնում։ Ուրեմն մենք էլ ինչ պիտի անենք, մեր աչքերը վեր բարձրացնենք։ Երբ որ մեր աչքերը բարձրացնում ենք դեպի վեր, գիտեք ինչ է լինում, մեր ձեռքերն էլ բարձրանում են դեպի վեր։ Ես վերջերս ուսումնասիրում էի բժշկական առումով ինչ է տեղի ունենում պաշտամունքի ժամանակ մեզ հետ, եւ բժիշկներն ասում են անգամ ձեռքերը վեր բարձրացնելը, գիտեք ինչքան օգտակար բան է, ֆիզիկական գործողություն է, մեր արյան ճնշումը կարգավորվում է, սիրտը լցվում է արյունով, չէ, շրջանառվում է, ուրեմն դա հոգևոր գործողություն է, որի մեջ ֆիզիկական օգուտ էլ կա մեզ համար, մեր աչքերն էլ վարժեցնենք։ Երբ որ Պետրոսը ջրերի վրա էր, քանի անգամ որ իր աչքը Տեր Հիսուսի վրա էր, ջրերի վրայով քայլում էր, փոթորիկից չէր վախենում, բայց հենց հայացքը Հիսուսից կտրեց, փոթորիկին նայեց, ինչ եղավ, սուզվեց, խորտակվեց։ Քույրեր, եղբայրներ, աշխարհում լիքը բաներ են կատարվում, որոնք մեզ վախեցնում են, բայց դուրս գանք աշխարհի լրահոսից, մեր սիրտը լցնենք Աստծո բարի լուրով։ Բավական է միացնես հեռուստացույցը, նայեք ինչ սպանություններ են լինում Աբովյանի փողոցներում, Երևանի փողոցներում, ահաբեկչություններ, մարդիկ չարացած են իրար հանդեպ, ագրեսիա կա, եւ դու անդադ եթե լուրերի մեջ նստես ու լսես, հոգեկանդ կխանգարվի։ Քույրեր, եղբայրներ, բայց եթե Աստծո խոսքի առաջ նստենք ու լսենք ու կարդանք, մենք կպարարտանանք։ Ուրեմն պին, բռնիր Աստվածաշունչը, նայիր աչքերովդ Աստծո խոսքին եւ կարչիր Աստծո ողորմությանը եւ կապրես։ Համաձայն եք։ Եվ վերջինը։ Ուրեմն հետ ենք նայում, եք վարժություն ենք անում հիմա հոգեվոր։ Հետ ենք նայում եւ մեր սիրտը լցվում է շնորհակալությամբ։ Մի հատ կարող ես հետ նայել, ով է նստած քո հետևը։ Իհարկե հետևի շարքը նստածները հետ մի նայեք դուք, պատ կտեսնեք։ Կարող ես հետ նայել ու երբ որ տեսնում ես ով է հետևդ նստած, արդյոք շնորհակալ ես նրա համար, որ քո հետևն է նստած։ Պարսիկները մի գեղեցիկ խոսք ունեն, սիրելի հայեր, սովորենք պարսիկներից։ Ասում է, երբ որ մեկը նստած է դահլիճում եւ մեջքով է նստած իր հետևինին, շուռ է գալիս, ասում է, կներեք պարոն, ես ձեզ մեջքով եմ նստած։ Հետո այդ պարոնն էլ նայում ասում է, ինչ եք ասում տիկին, ծաղիկը մեջք չունի։ Պարսիկները պոետներ են։ Դրա համար քո դիմացի նստածը թող չնեղվի, որ դու իրան մեջքով ես նստած։ Մարդիկ կան, որ մեջքով նստած են, բայց իրանց աչքերը ստեղ չի, ստեղ է։ Տեսնում են եւ զգում են իրանց թիկունքից ինչ է կատարվում։ Ուրեմն վերջինը, հետ ենք նայում, մեզ ենք նայում, վեր ենք նայում եւ չէ, ձեռքով պետք է անեի, առաջ ենք նայում։ Ուրիշին էլ իշացրեց ես, դիրքով կանգնած իրան գցեցին հետո, Լենինին։ Առաջ ենք նայում։ Առաջ ենք նայում ոչ թե վախով, բա հիմա ինչ է լինելու մեզ հետ, բա հիմա ոնց է լինելու մեզ հետ։ Առաջ ենք նայում հույսով, հավատքով, վճռականությամբ եւ ուրախությամբ։ Պողոս առաքյալն ասում է, վազում եմ դեպի առաջ, դեպի նպատակակետը, դեպի վերին կոչումը, որին Տերը ինձ կարժանացնի։ Պողոս առաքյալը Փիլիպպեսների 3:13-14-ն ասաց, մոռանալով այն ինչ հետևում է, վազում ենք, ձգտում ենք դեպի առաջում եղողները։ Իսկ ինչ կա առջևում։ Մենք տարբեր անցյալներ ունենք, քույրեր, եղբայրներ, ամեն մեկս տարբեր անցյալներից են գալիս, բայց բոլորիս մեկ ապագա է սպասվում։ Մի ապագա։ Բոլորիս մեկ հասցե է սպասվում։ Մեկ վայր, երկնային Երուսաղեմ, հավիտենական կյանք, վայելք եւ օրհնություն եւ խաղաղություն ու հանգիստ Տեր Հիսուս Քրիստոսի հետ։ Սա ձեզ ոգևորում է, որ Հիսուսի հետ ենք լինելու եւ ոգևորում է, որ նաեւ իրար հետ ենք լինելու, թե մի քիչ տխրեցիք։ Ոմանք գուցե կամարանքով են նայում, ասում են, «Էս պետք է իմ հետ հավիտենության մեջ լինի», որ տենց է, ասում է, մի անգամ մեկը նայեց եկեղեցում իր կողքինին,
ասես չեմ ուզում, որ ես իմ այդ հավիտենության մեջ լինի, դրախտում լինի, եւ ասում է Տերն ասեց անհոգ եղի, չի լինի։ Այսինքն ինքը ուրիշ տեղ կգնար։ Չես ուզում, չի լինի, չես լինի։ Բայց մեր ապագան անորոշ չի։ Մեր եկեղեցու ապագան անորոշ չի։ Քո ապագան մռայլ չի, մշուշոտ չի, քո երեխաների ապագան մշուշոտ չի։ Երեմիայի մեջ Տերն ասում է, ես քեզ կտամ հույսը եւ ապագան։ Մի կուսակցություն կար, որ փողոց ընկած գոռում էր, ասում էր ապագա կա ապագա։ Նայում էի ու ծիծաղում էի։ Մարդը մեզ չի կարող ապագա տալ։ Տեր Հիսուս Քրիստոսն է մեր ապագան։ Մրցանակն է եւ հավիտենական կյանքն է մեր ապագան։ Մենք իրար հետ ունենք ապագա։ Ամեն։ Ուրեմն առաջ նայել նշանակում է հավատալ, որ այն գործը, որ Աստված սկսել է Փիլիպեցիների 1:6, ավարտին կհասցնի։ Նշանակում է հասկանալ, որ դու այստեղ ես ոչ թե պատահականությամբ, այլ մենք ունենք երթուղի իրար հետ եւ մենք իրար հետ անպայման տեղ ենք հասնելու։ Կողոսացներում գրված է փոխադրեց մեզ Աստված եւ կհասցնի իր փառավոր որդու արքայության մեջ, լույսի արքայության մեջ։ Առաջ նայել նշանակում է նաեւ գործել։ Ամեն։ Ոչ թե ուղղակի նստել ու սպասել, այլ գործել եւ աշխատել։ Մեր եկեղեցին լիքը գործ ունի անելու ապագայում։ Մեր եկեղեցին արդեն մտածում ենք միակ երկուսի մասին, բարձր տարիքի պատանիների մասին, որ պետք է գան, կրթվեն, ծրագրավորում, ռոբոտաշինություն, քարոզչական արվեստ, գիտություն սովորեն եկեղեցու մեջ, որպեսզի ծառայեն ապագայի մարտարավերներին, կարողանան դիմակայեն եւ հաղթեն։ Հիսուսը մեզ պատրաստում է ապագայի համար։ Մենք ոչ միայն անցյալի, ոչ միայն ներկայի, մենք նաեւ ապագայի եկեղեցի ենք միասին։ Համաձայն եք։ Եվ Եբրայեցիներին 10:35-ն ասում է ուրեմն մի կորցրեք այդ վստահությունը։ Հիմա վերջում հարց։ Պատրաստ ենք իրար հետ գնալ դեպի ապագան, դեպի նոր տարին։ Տեր Հիսուսն ասում է, եթե մեկը ասում է ինձ հետ մի մղոն գնա, հիշում եք այդ պատմությունը, դու նրա հետ երկրորդ մղոնն էլ գնա։ Եթե մեկը քեզ այնց մի բան ուզում է, բաճկոնդ ուզում է շապիկդ էլ հանիր եւ իրան տուր։ Մենք իրար հետ առաջի մղոնը անցել ենք արդեն, վաղուց։ Գալիս է երկրորդ մղոնի ժամանակաշրջանը։ Բարի գալուստ Աբովյանի ոչ թե արդեն տեղական, այլ միջազգային եկեղեցի։ Որ տարբեր, եւ սա չեմ ասում պաթոսով, որ մենք ստատուս ստացանք, սա ասում եմ պարտականությամբ եւ պարտավորությամբ ազգերի առաջ։ Այստեղից ստանելու ավետարանի լուրը դեպի խավար աշխարհի մեջ, դեպի Պարսկաստան, դեպի Իրան, դեպի մահմեդական երկրներ, Թուրքիա եւ այնտեղ, որտեղ կա մեր կարիքը։ Համաձայն եք իրար հետ թե չէ։ Եվ աղոթում եմ, որ Աստված բացի ճանապարհները, որպեսզի Հայաստանը մենք ոչ թե արտահանենք ուղակի, ինչ ենք արտահանում Հայաստանից, սնունդ, ծիրան, էլ ինչ ենք արտահանում։ Միրգ բանջարեղեն արտահանող երկիր ենք, թուզ է արտահանում մարինեքույրը, ինչ գինի են արտահանում, կոնյակ են արտահանում, մենք էլ ավետարան պիտի արտահանենք ամբողջ աշխարհին։